Դուք դիտում եք հրապարակումը, բարև ձեզ։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Սահմանամերձ խնածախում անկախությունից հետո առաջին անգամ կունենան կայուն ջրամատակարարում, կլուծվի նաև ոռոգման ջրի հարցը։ Արմավիրում էլ ակտիվ են սուբվենցիոն ծրագրերը, կառավարությունն ու համայնքը համատեղ ներդրել են մոտ 2 միլիարդ դրամ։ Հանրապետությունում կյանքի հետ փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն, որքանով համալրվեց Արյան բանկը դոնորների համաշխարհային օրը, հարցազրույց տաղավարում։ Եվ արձակուրդը Հայաստանում, մեր հերթական ուղղությունը Տավուշ, Գոշ։ Սյունիքի մարզի խնածախում խմելու ջրի խնդիրը օրակարգում է եղել արդեն մոտ 30 տարի, բայց շուտով օրու մեջ մի քանի ժամով ջրամատակարարումը կմնա անցյալում։ Մոտ 200 միլիոն դրամ բյուջեով բնակավայրում ջրամատակարարման ներքին ցանց է կառուցվում։ Լուծվում է նաև ոռոգման ջրի հարցը։ Ընդհանրապես տեղ խոշորացված համայնքում տարիներով կուտակված խնդիրները քիչ չեն։ Դրանք հերթով լուծվում են կառավարության ու միջազգային գործընկերների հետ համատեղ, մանկական խաղահրապարակից մինչև մշակույթի տուն, ենթակառուցվածքներից մինչև ֆուտբոլային դաշտ։ Խնածախում խմելու ջուրը խնդիր է արդեն 3 տասնամյակ։ Կենարար հեղուկը գյուղացնում է օրը մեջ պարբերականությամբ, մի քանի ժամով, շատ կորուստներով։ Եղել է կոմունիստական դարաշրջանի պոմպ, ժամանակակից պոմպ ենք տեղադրել։ Հիմա որ այն ժամանակ սուտկայի մեջ 20 ժամ էինք մղում, հիմա 5 ժամ որ մղում ենք, ընդհանուր հերիք անում։ Հիմա նորոգվում է նաև գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը, կառավարության ու Եվրամիության համաֆինանսավորմամբ, տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ, մոտ 200 միլիոն դրամ բյուջեով 220 բաժանորդ, կայուն, անկորուս ջրամատակարարում կունենա։ Նախատեսված է վերակառուցել բնակավայրի բաշխի ցանցը 9 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, անհատական տնային միացումները 3 կիլոմետր, նախատեսված է վերակառուցել գոյություն ունեցող ջրամբարը 70 մետր խորանարդ ծավալով եւ կառուցել մեկ նոր ջրամբար 150 մետր խորանարդ ծավալով։ Բնակավայրի ոռոգման ջրի հարցն էլ լուծման փուլում է։ Համայնքը միջազգային գործընկերների հետ դժվարամատչելի տեղանքով հարակից սարերից եկող ջուրը Վաղատուրից մինչև Խնածախ կուղի։ Հողի մշակները բերք ստանալու հույսն էլ անձրևի հետ չեն կապի, ավանդական համարվող լոլիկ վարունգից բացի կսկսեն նաև բարձրարժեք բույսեր աճեցնել։ Հիմա տեղում որ ոռոգման ջուր քաշել ենք, արդեն ծնեբեկը մեծ արժեք ունի, ինքը արդեն տարածված է, այսպես ասեմ, մարդիկ արդեն իրանց այգիներում էլ են մշակում։ Հիմա այս նույն փորձից արդեն ջուրը որ եկավ, արդեն տեղակ է, մարդիկ նաև ստեղ կաճեցնեն։ Ոռոգման ցանցը տեղ բնակավայրում կառուցել են սուբվենցիոն ծրագրով 304 միլիոն դրամ բյուջեով։ Գերակշիռ մասը 70%-ը եղել է կառավարության ներդրումը։ Գործադիրն ու համայնքը համատեղ ջանքերով հիմնել են նաև խաղահրապարակներ, նորոգել են մշակույթի կենտրոն, բարեկարգել համայնքային այլ ենթակառուցվածքներ։ Ամեն ինչ մեկ բարելավում եք պայմանները, որպեսզի գյուղացին հենց իր գյուղում, իր տանը, իր տեղը մնա եւ արարի աշխատի եւ բնականon հունով ապրի։ 7 բնակավայր է միավորում խոշորացված տեղը, 6000 բնակիչ ունի։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 77 ընտանիք էլ հաստատվել է սահմանամերձ այս համայնքում, աշխատելու, արարելու։ Կորնիձորի ֆուտբոլի նոր դաշտն էլ համայնքի ու ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ներդրումներով են հիմնել։ Հիմա բանակցում են, որ եւս մեկը տեղ բնակավայրում ունենան։ Արմավիրի մարզի Համանուն համայնքում էլ ակտիվ են սուբվենցիոն ծրագրերը։ Անցած տարվանից մեկնարկած մոտ 2 միլիարդ դրամ բյուջեով աշխատանքները շարունակվում են։ Այս տարի էլ ծրագրել են սկսել նորերը, բյուջեն էլ կես միլիարդ դրամով ավելացնել։ Կառավարություն համայնք ներդրումներով ըստ առաջնահերթության քայլ-քայլ փորձում են լուծել բոլոր խնդիրները։ Մեկ քաղաքային ու 10 գյուղական բնակավայր միավորող խոշորացված համայնքում ծրագրերը տարաբնույթ են։ Փողոցների բարեկարգումից մինչև նախադպրոցական կրթական շենքերի նորոգում, կառուցում։ Արմավիրի ամենամեծ մանկապարտեզներից մեկն է, շենքը հին էր, մաշված, մոտ կեսդարյա պատմություն ունեցող մանկապարտեզի անվտանգ շահագործման համար նախ ամրակայման բարդ աշխատանքներ են իրականացրել, հետո միայն անցել նորոգմանը։ Ամբողջովին քանդել ենք, թողեք հիմնական պատերը, հիմնանորոգման անցնում է մոտավորապես 90% ամբողջովին նորակառուցվում։ Գործի 70%-ն արդեն արել են, տանիքն ամբողջությամբ նորացվել է, փոխարինվել ցինկապատ պրոֆիլավոր թիթեղով։ Զուգահեռ ընթանում են առաստաղների նորոգման եւ պատերի սվաղի աշխատանքները։ Մոտ 165 երեխայի համար նախատեսված թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման համար նախատեսված է ծախսել ավելի քան 271 միլիոն դրամ, 70%-ը պետբյուջեից։
Շինարարության ավարտին կբարեկարգեն բակը, կհոգան կանաչապատման մասին, իսկ Խանջան գյուղում արդեն անցել են կանաչապատմանը։ Համայնքների խոշորացումից հետո գյուղի համար առաջնային խնդիրներից մեկը հենց մանկապարտեզ ունենալն էր։ 96 թվականից սկսած գյուղում մանկապարտեզ չի եղել, չի գործել եւ երեխաները ստիպված ով հնարավորություն ուներ կամ հարևան գյուղն էին գնում կամ Արմավիր քաղաք։ Շենքում մոտ 12 տարի դպրոցն է գործել, իսկ 2008-ից կառույցն անգործության է մատնվել, սկսել ավիրվել։ Մոտ 380 միլիոն են ներդրել համայնքն ու պետությունը, որ լքված կառույցը նորոգվի, ունենա փոքրիկների համար բոլոր անհրաժեշտ պայմանները, 80 երեխայի համար է։ Այն մանկապարտեզները, որտեղ հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքներ են իրականացվում, այո, խորհրդային միության տարիներին կառուցված մանկապարտեզներ են։ Արմավիր համայնքի 17 մանկապարտեզից 5-ը շինարարության ակտիվ փուլում են, մյուսները նախատեսում են արդիականացնել 2025-ի եւ 26-ի սուբվենցիոն ծրագրերով։ Ակտիվ ընթացքում են նաև քաղաքային բնակավայրի թաղամասերից մեկի նոր ջրագծի կառուցման աշխատանքները։ Հունան Ավետիսյան փողոցի ջրագծերը մոտ 25 տարի առաջ են կառուցել, սակայն բնակիչները մշտապես դժգոհել են, ջուրը խմելու համար պիտանի չէ, վթարներն էլ հաճախակի են։ Ջրագծերի փոփոխման աշխատանքներից հետո կսկսենք անմիջապես ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Մրցույթային արժեքը մոտ 271 միլիոն դրամ է։ Արաքս համայնքում չեն հիշում, թե երբ է այսպես առատ խմելու ջուր հոսել։ Գյուղում 3 խորքային հոր է գործել, բնակիչների մեծ մասը ջուր չի ունեցել։ Հաճախ հարևան գյուղերից են բերել։ Ջրի խնդիրն ավելի քան 35 տարվա պատմություն ունի։ Հին ցանցը կառուցված էր 1970 թվականներին երկաթից, արդեն մաշված, անձրևը նույնիսկ ներծծվում էր խմելու ջրի ցանց եւ այդպես բնակիչներն էր հետում։ Նոր ջրագծերի կառուցումից հետո տուն չկա, որ ջուր չունենա, գյուղի համար կենսական խմելու ջրի խնդիրը լուծելու նպատակով ծախսել են մոտ 120 միլիոն դրամ։ Մեկ քաղաքային եւ 10 գյուղական բնակավայր ունեցող համայնքի համար առաջնային է նաեւ ոռոգման ջրի հարցը։ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նաեւ իրականացրել ենք Արմավիր համայնքի Սարդարապատ եւ Արաքս տանող ճանապարհի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները, նոր դեկորատիվ ծառեր ենք տնկել, որով այդ հատվածի համար կանաչապատման հարց ենք լուծել։ Ջուր, ասֆալտապատում, մանկապարտեզների նորոգում ու հիմնանորոգում Արմավիր համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի արժեքը ավելի քան 2 միլիարդ դրամ է։ 2025-ին ենթակառուցվածքների արդիականացման համար նախատեսում են ավելացնել ծախսերը։ Օրերս նշվում էր արյան դոնորի համաշխարհային օրը, ինչ վիճակում է Հայաստանում արյան բանկը ու ոլորտում ընդհանրապես ինչ փոփոխություններ կան, քննարկելու ենք տաղավարում, այստեղ է առողջապահության նախարարության, Գյոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրենը։ Պարոն Շամիլյան, նախ ընդհանուր խորհրդանշական օրը ինչ արդյունքներ եղավ, կարծեմ ամսի 14-ն էր, հունիսի 14-ը եւ ընդհանրապես ինչ են ցույց տալիս վիճակագրական տվյալները, արդյոք մարդիկ գիտակցում են արյան դոնոր դառնալու կարեւորությունը։ Այո, հունիսի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր։ Այդ օրը պատահական չէ ընտրված, դա ավստրիացի գիտնական Կարլ Լանշտեյների ծննդյան օրն է, որը 1901 թվականին հայտնաբերեց արյան խմբերը եւ սկիզբ դրեց այսպիսով արյան փոխներարկման։ Մեզ մոտ նույնպես ամեն տարի այդ օրը նշվում է, այս տարի մի առանձնապես աննախադեպ մեր կենտրոնը իր մարզային բաժանմունքների հետ համատեղ 250-ից ավել արյուն հավաքեց, բայց պետք է հասկանանք, այստեղ չափման միավորը լիտրն է։ Չէ, պարկ, մեկ պարկը դա մոտավորապես 400-450 միլիլիտր է։ Բայց պետք է հասկանանք, որ պահանջարկը այսօր այնքան մեծ է, որ այդ քանակը մոտավորապես մեկ շաբաթվա արյան պաշար կարող է համալրել։ Մեր հասարակությունը չպետք է սպասեն տենց միջոցառումների կամ ինչ-որ դեպքերի, երբ որ կան արյուն հանձնեն, այլ մեր բուն նպատակն է եւս մեկ անգամ դրա մասին խոսել, որ մշակույթ ձևավորվի դոնորության ամեն օր մոտավորապես 60-ից 70 պարկ արյուն է ներարկվում ամեն օր։ Ինչ պարբերականությամբ հնարավոր է։ Մինիմալ ժամկետը 2 ամիս է, բայց եթե ամեն առողջ մարդ գոնե տարին 2 անգամ կա հանձնի, մենք արյան խնդիր չենք ունենա։ Արյունատվության երկու տարբերակ կա՝ վճարովի ու անվարձահատույց։ Հայաստանում որ տարբերակն է ավելի գերակշռողը։ Տեսեք, ընդհանրապես կա 3 տեսակ արյունատվության՝ վճարովի, անհատույց եւ հիվանդի հարազատ, որ գալիս է հանձնում է իր հիվանդի համար եւ իր հիվանդը անվճար ստանում է արյան բաղադրամաս։ Թվերը շատ տարբեր են, օրինակ պատերազմի ժամանակ մեր մոտ ամբողջությամբ 100% անվարձահատույց դոնորություններ, որտեղ արյունն էլ 100% անվճար գնում էին զինվորներին, դա պարզ է։ Եվ մեր մոտ շատ մեծ հերթեր էին, մենք չէինք հասցնում այդ ամբողջ հոսքը
ապահովել եւ մեր համար էր զարմանալի, թե որովհետեւ մինչեւ պատերազմը մենք միշտ արյան խնդիր ենք ունեցել եւ հիմնականը կարողանում ենք արյունը ապահովել այդ պաշարները վճարովի դոնորների հաշվին։ Տարիների ընթացքում որ անընդհատ վճարովի արյուն էին հանձնում, ձևավորվեց մի այնպիսի վիճակ, որ արյունատվությունը ժողովրդի մեջ ընկալվում էր որպես ալտերնատիվ եկամուտի աղբյուր, այսինքն պետք է գումար գնա արյուն հանձնի, պետք չի, ուրեմն պետք չի արյուն հանձնել, եթե գումարի կարիք չունես։ Այնինչ արյունը հանձնելը դա պետք է հասկանաս, որ կյանք ես փրկում ու միշտ արյան կարիք կա, միշտ, եւ պետքա այն մշակույթը ձևավորվի, որ ամեն քաղաքացի, առողջ քաղաքացի իր բարդքը համարի տարվա մեջ 1-2 անգամ արյուն հանձնի, որ հասկանա, եթե այսօր իր արյունը մեկի կյանքը փրկեց, վաղը մյուսօր մեկ ուրիշի արյունը իր կամ իր հարազատի կյանքն է փրկելու։ Դա համար մեր ամբողջ քարոզությունը ու ամբողջ ուղղությունը գնում է դեպի անհատույց դոնորությունը։ Վերջին անգամ մի քանի տարի առաջ էի եղել ձեր կենտրոնում ու այս անգամ երբ որ եղա, այսպես շենքային պայմանները մի անգամից աչքից առնեցին, ինչ ներդրումներ են եղել այս այսպես ասած վերափոխման համար եւ արդյոք խոսքը միայն շենքային պայմանների մասն է, թե նաեւ սարք-սարքավորումների արդիականացում թարմացում է եղել։ Արյան բանջարկը գնալով մեծանում է եւ հնարավոր չէր այդ հոսքը ապահովել, այդ մեծ քանակը ինչպես նաև շենքային պայմանները արդեն բավարար չէին, դոնորները իրանց այդքան էլ լավ չէին զգում եւ իրոք արդեն ժամանակներ մի հատ ամբողջությամբ sense վերազինելու եւ առողջապահության նախարարության միջոցով եւ Ջինիշյան հիմնադրամի օգնությամբ ստեղծվեց այս նոր ամբողջությամբ նոր Արյան բանկը 0-ից մասնաշենքը, ինչպես նաև նոր տեսակի սարքավորումներ ձեռք բերեցինք, որ մինչ այդ չունեինք, որոնք ուղղված են, որ արյան բաղադրամասերը ավելի որակով լինեն։ Օրինակ պլազմայի արագ սառեցման սարքը, որը շատ կարևոր, որպեսզի պլազմայի մեջի այն լաբիլ ֆակտորները, որ շուտ են վերանում, կայուն մնան։ Ստեղծեցինք մեծ սառցե խցիկ, որտեղ կարող ենք շատ ավելի մեծ քանակով բաղադրամասեր պահել համապատասխան ջերմային ռեժիմում, որը նախկինում նույնպես մեծ բարդություններ էր։ Այսինքն ժամանակն էր արդեն, որ մենք անցնենք այս նոր Արյան բանկին, մեզ թույլ տվեց թե մեծ հոսքեր ապահովել եւ թե ավելի որակյալ արյան բաղադրամասեր թե ունենալ եւ թե պահպանել։ Իսկ մարզային բաժանմունքներ այստեղ ինչ որ փոփոխություններ կան։ Մարզային բաժանմունքներից այս տարի մենք Գորիսի բաժանմունքը նույնպես ամբողջությամբ նոր շենք է, նոր սարքավորումներով վերազինեցինք, Գորիսը նախ բացի այդ որ մեր 5 մարզային կանոնների մեջ ամենավատ վիճակում էր գտնվում, նաև շատ կարևոր ստրատեգիական առումով, որտեղ մեր մյուս 4 մարզային կանոնները ոնց որ հյուսիսն ավելի հյուսիսային հատվածն են, Արմավիր, Հրազդան, Վանաձոր եւ Գյումրի։ Իսկ Գորիսը միակ կայանն է, որ ամբողջ այդ հարավային հատվածն է, իսկ մեր ամենալարված հատվածն էլ հենց հարավային մասն է եւ շատ կարեւոր է որ մենք այնտեղ ունենանք ժամանակակից Արյան բանկ։ Արդեն պատրաստ է։ Արդեն պատրաստ է, գործում է եւ այս 14-ին այնտեղ էլ արյունատվության ակցիա ընթացավ։ Եթե այս հարցազրույցից հետո մարդիկ որոշեն, որ վերջ, այլևս կանոնավոր լինելու են արյան դոնոր, ինչ պետք է իմանան, ոնց դիմեն, որտեղ դիմեն ու ընդհանրապես ինչ վիճակում ներկայանան, որտեղ կարծես դա էլ կարևոր է։ Արյունատվությունը իրականացվում է աշխատանքային օրերին, երկուշաբթիից ուրբաթ առավոտյան 9-ից մինչև ժամը 1-ը Երևան Յոլյան կենտրոնում եւ 5 մարզային կայաններում։ Արյունատվության պետք է ներկայանան անձնագրով կամ անձահաստատող այլ փաստաթղթով։ Պետք է լինեն առողջ, արյունատվության օրը, նախորդ օրը հոգնած չլինեն, այսինքն գիշերային հերթապահությունից հետո չլինեն։ Օգտագործած լինեն թեթև սնունդ, սուրճ, թեյ, թեթև հացաբուլկ եղեն, բայց չօգտագործեն յուղոտ ճարպային սնունդ, որտեղ այդ յուղը ճարպը անմիջապես անցնում է արյան մեջ եւ փոխներարկման համար արդեն պիտանի չի այտարում։ 1 օր առաջ ալկոհոլ օգտագործած չլինեն։ Դեղերի ընդունումներ կարծես։ Դեղերը պետքա մեզ ուղղակի ասեն, որոշ դեղեր կա, որ ժամանակավոր հակացում է, որոշները ոչ։ Պարոն Շամիլյան, շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Տաղավարում էր Անդրանիկ Շամիլյանը, Յոլյան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրենը, արյան դոնորներն էլ հերոսներ են, միացեք կամավոր արյունատվությանը, քանի որ սա էլ ռազմավարական նշանակություն ունի։ Տավուշյան ամառային զով գիշերներին կաղնե փայտե առաստաղով տանը դուրեկան ջերմացնող բուխարու կողքին մի գավաթ գինով կամ սարերից հավաքված խոտաբույսերի թեյով։
սցենարը գրավեց, ուրեմն գրեք հասցեն։ Ուղղությունը գոշ, բնության, մշակույթի ու ջերմ հյուրընկալության յուրօրինակ հասցե է Հայաստանի հյուսիսարևելյան այս գողտրիկ համայնքը։ Կանչում, բերում, գրավում է ոչ միայն հայերին, այլև արտասահմանցի զբոսաշրջիկների։ Սուր զգացողությունների սիրահարներին էլ գոշում պատրաստ են իրենց առաջարկներով զարմացնել։ Այս ուղղությամբ այցից հետո իր տպավորությունները մեկ ռեպորտաժում հավաքել է Նարա Եփրեմյանը։ Այս առաստաղին կարող եք ուշադրություն դարձնել, ամբողջը կաղնու փայտից է եւ հենց 100 տարեկան երբ որ տունը կառուցվել է, այդ ժամանակվանից ֆրեսկագերաններով կառուցել են առաստաղը։ Փայտե առաստաղով մի քանի հին ու նոր իրերով կահավորված տունն այսօր արդեն այնքան խնամված ու հյուրընկալ տեսք ունի, որ դժվար է պատկերացնել, քանի տարեկան է։ Ամբողջ նպատակը պահպանել այն, ինչ որ կա, եղել է նախկինում։ Դրա համար է զբոսաշրջիկը գալիս մեր երկիր հինը տեսնելու եւ ոչ թե նոր ժամանակակից ճարտարապետությունները տեսնելու, որտեղ իրենց բոլոր երկրներում դա կա։ Գյուղի սկզբնամասում է տունը, 2018 թվականն էր, որ Գոշ եկած Գևորգը նկատեց հին ու լքված տունը վաճառվում է ցուցանակով։ Այնպես էր տպավորվել, որ 1 տարի անց վերադարձավ, թեև արդեն զբաղված էր Եղեգիսի հյուրատան շինարարությամբ, բայց որոշեց սա էլ գնել, դարձնել իր արևի հյուրատների երկրորդ հասցեն։ Այստեղ հասկանում եք արդեն ինչքան գեղատեսիլ բնություն ունի եւ միևնույն ժամանակ մշակութային տեսանկյունից Գոշը, Գոշավանքը եւ շրջակայքը շատ հարուստ են։ Այսինքն հնարավորություն կա մի քանի օր զբոսաշրջիկներին զբաղեցնել։ Տանտիրոջը չի ճանաչում, բայց իրերն են հուշել, սելվոր է եղել։ Հին իրերը պահպանել է, տան ինտերիերում օգտագործել։ Վերականգնելիս ոչ մի լուրջ փոփոխություն չի արել։ Հին դուռն ու պատուհանն անգամ պահպանել է, ներկել նույն գույնով ու կյանք տվել ավելի քան 100-ամյա տանը։ Այստեղ տեսնում եք մի փոքր բուխարի կա եւ պատը մաքրելու ժամանակ գտանք նաեւ երկրորդ բուխարին, որը որ շարվել, փակվել էր։ Այստեղ մի փոքր պատ էր, որ բաժանում էր տունը երկու առանձին սենյակների, ստացվում էր, որ ամեն սենյակը իր բուխարին է ունեցել։ Դրա համար էլ որոշեցինք, որ ռեստորանի անունը կդնենք Հնոց կրակարան։ Ցուրտ եղանակին անգամ բուխարին են գործի դնում, տունն ասես երկրորդ կյանք է ապրում։ 2020-ից Հնոցում հյուրեր են ընդունում, տեղական հայկական խոհանոցի խորտիկներով գրավում։ Ոչ մի հյուր չի հեռանում, մինչև չհամտեսի Հնոցի անուշաբույր գաթան։ Տարբեր երկրներից են գալիս, եվրոպական երկրներից սկսած մինչև Ռուսաստան, եւ այս տարի արդեն լավ փորձ ունեցանք կորեացի զբոսաշրջիկների հետ, արդեն մի քանի խմբեր ենք հյուրընկալել եւ գիշերակացի եւ սնունդի համար։ 2023-ից հասցեն հայտնի է նաև հին հայկական տուն հիշեցնող գիշերակացի հնարավորությամբ։ Ժամանակակից կահույքի փոխարեն հնաոճ մահճակալներ են գյուղական կոլորիտին հատուկ ձևավորմամբ։ Այստեղ գալիս են ակտիվ հանգստի սիրահարները։ Լեռնագնաց Գևորգն իր հյուրերին մոտակա ուղղություններն է առաջարկում։ Գոշ եկած ոչ մի տուրիստ չի հեռանում առանց Գոշավանքը տեսնելու։ Գետիկ գետի աջ ափին վերհառնող Գոշավանքը շարունակում է գրավել իր ճարտարապետական առանձնահատկությամբ։ 12-ից 13-րդ դարերին կառուցված համալիրը տեսնելու են գալիս աշխարհի տարբեր անկյուններից։ Առաջին անգամ Հայաստան եկած Ելիզավետան գառնու տաճարն ու Գեղարդավանքը տեսնելուց հետո Գոշավանք է հասել։ Վաղուց էինք պատրաստվում Հայաստան գալ, մեզ շատ էին պատմել, որ այստեղ տեսնելու շատ բան կա, հատկապես հետաքրքրում էր ճարտարապետությունը։ Անհավանական է թվում, որ 10 կամ 13-րդ դարում կառուցված տաճարները կանգուն են մինչև այսօր եւ հիացնում են շքեղ ճարտարապետությամբ։ Ռոբերտ Փազնան Հայաստանը տեսնելու է եկել Միացյալ Նահանգներից։ Գլենդելում հայ ծանոթներն են խորհուրդ տվել գալ, այս անգամ իսպանախոս ընկերների հետ է եկել։ Առիթը բաց չեն թողնում ավելին իմանալու։ Մեկ շաբաթ է, որ Հայաստանում եմ, անչափ ուրախ եմ այստեղ գալու որոշմանս համար։ Հիասքանչի երկիր է։ Ինքս շատ հետաքրքրված եմ ազգերի պատմությամբ։ Հայ գործընկերներ ունեմ Արգենտինայում, պայմանավորվել ենք մյուս տարի միասին գալ Հայաստան։ Գոշավանքի ճարտարապետությամբ հիացող զբոսաշրջիկներին աննկատ չի թողնում ամառվա տապին թեյ առաջարկող Տիկին Աշխենը։ Քիչ ու միջ անգլերենով, ավելի շատ ռուսերենով ու հաճախ հայերենով մարդկանց իր մոտ է հրավիրում։ Սամավարի չայ ունենք հոտաբույսերով, տնական համով գաթա ունենք, կոֆե ունենք,
Չայը խմում են խոտաբույսերով, որ հով մանգան արխային։ Տարբեր խոտաբույսերով պատրաստված թեյ համտեսողներին մոտակա գեղատեսիլ վայրերին է ծանոթացնում։ Անուշաբույժ թեյի սիրահարներին Արմենն ավելի մանրամասն է տեղեկություններ փոխանցում, որն ինչպես, ինչ նշանակությամբ օգտագործել։ Չինացին սիրում է հիմնականում քամոմիլ են ասում իրենք, երիցուկը, եւ այս մյուսն էլ է նորից էլի անթարամ, իրանք էլի քամոմիլ են ասում, այդ են նախընտրում չինացիները, ամերիկացիները հիմնականում, եվրոպացիները լեմոնգրաս, պատրինջը բոլորից վերցնում են, բայց հիմնականում մեր ուրցն են վերցնում, որը նաև կիրառվում է մսեղենի համար։ Խոտաբույսերի շատ տեսակներ խիտ կանաչով պատված անտառից են հավաքում, բայց այստեղ գոշի գրավչությունը չի վերջանում։ Հենց անտառի խորքում է գլխավոր գեղեցկուհին, դեպի լիճ տանող ճանապարհը հեշտերից չէ, բայց հաղթահարում են եւ ոտքով, եւ ամենագնացներով։ Մարդիկ կա, որ ճանապարհից հետ են գնում, չեն ցանկանում բարձրանալ ճանապարհը։ Բայց մարդիկ էլ կան, հատուկ է ճանապարհի համար են գալի։ Էլի մի քանի տեղեկություն ու բարդ ճանապարհը հաղթահարած ոտք ենք դնում մի կանաչ դրախտավայր։ Գոշի լիճն է, ուր լռությունը խախտում է միայն բնության սիմֆոնիան։ Սուրենը շարունակում է պատմել, այս անգամ պատմական աղբյուրներում որպես տզրկածով հիշատակվող Գոշի լճի բուժիչ հատկությունների մասին։ Տեղեկությունը քչերին է հայտնի, տզրուկներ էլ չկան։ Գոշի լիճը թեև մի քիչ փոքրացած, բայց շարունակում է գրավել իր խորհրդավոր գեղեցկությամբ թաքնված Սաղարթախիտ անտառում։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM Gov-ում, իսկ մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։